Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Հունվարի 27-ը Հայաստանում նշվում է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, նվիրված բոլոր այն հայրենիքներին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքի, պետականության եւ անկախության համար։ Օրվա առիթով Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլ պետական այրեր։ Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն էր այցելել նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, որն անդրադարձել է օրվա խորհրդին ապա խոսել բանակում վերջին տարիներին ինքնասպանությունների վիճակագրությունից, նշելով, որ դեպքերը նվազել են։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ ԱԳ-նախարար Միխայել Պոպշայի հետ, քննարկել Հայաստանի եւ Մոլդովայի միջև գործընկերության զարգացման եւ երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Հանդիպանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների վերաբերյալ։ Իսկ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի երկուսակցական պատվիրակությանը։ Հանդիպման անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցերին։ Այսօր առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալին բազմաբերդ հատվածում տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, բախվել են ընդհանուր 15 տրանսպորտային միջոցներ, կա մոտ 10 վիրավոր, բարեբախտաբար զոհեր չկան։ 2025 թվականը շրջակա միջավայրի կառավարման շրջադարձային տարի, Սևանից մինչև COP17։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ամփոփել է գերատեսչության նախորդ տարվա գործունեությունը։ Հունվարի 27-ը Հայաստանում նշվում է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, նվիրված բոլոր այն հայրենիքներին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքի, պետականության ու անկախության համար։ Օրվա առիթով Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ծաղիկներ խոնարհել եւ հարգանքի թուրք մատուցել նահատակների հիշատակին։ Այսօր հունվարի 27-ին Հայաստանում նշվում է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը։ Օրը խորհրդանշում է խոնարհումը բոլոր այն հայրենիքների հիշատակի առաջ, որոնք տարբեր ժամանակներում իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի, պետականության եւ անկախության։ Օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության անդամներն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։ Դրանք ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել, հարգանքի թուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը եւ նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է։ Սա է պատճառը, որ սահմանվել է հիշատակի պետական օր։ Սակայն այսօրվանից այն կողմ մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակը ավելանում է, որպեսզի մեր նահատակների զոհողությունները երբեք իզուր չլինեն։ Վարչապետի խոսքով նահատակների հիշատակի ամենատեսանելի ու ծանրակշիռ հուշարձանը ուժեղ ու անվտանգ պետությունն է։ Զարգացած ուժեղ, անվտանգ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակը հավերժացնող ամենածանրակշիռ հուշարձանը։ Մեր պարտքն է ամրապնդել պետությունն ու բանակը, ապահովել երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը, որպեսզի կարողանանք նայել դեպի երկինք, մեր երկնային բանակին։ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա առիթով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ տեսանյութ է հրապարակել գիծ գրառմամբ «Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւս անդրադարձել է օրվա խորհրդին։ Այսօր մենք վկայակոչում ենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։ Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ մենք պարտավոր ենք ապրել եւ շարունակել կառուցել այն պետությունը, որի գոյության երազանքն իրենց հետ տարան մեր զոհված քույրերն ու եղբայրները։ Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ այսօրը հնարավորություն է միասնաբար խոնարհվելու բոլոր ժամանակների զոհերի հիշատակի առաջ։ Հավերժ փառք ու խոնարհում բոլոր զոհվածների հիշատակին։ Կեցե անկախ, ազատ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւս անդրադարձել է օրվա խորհրդին Facebook-յան իր էջում գրելով. Ամենայնտեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի։ Ու քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհությունը չի կարող անիմաստ լինել։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի հավերժ։ Հավերժ փառք բոլոր նահատակներին եւ խաղաղություն նրանց ժառանգներին, հարազատներին ու մեզ բոլորիս։ Օրեր առաջ ազգային ժողովը 69 կողմ եւ 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է օրենքը, որով հունվարի 27-ը սահմանվել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր եւ հայտարարվել ոչ աշխատանքային։
Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն էր այցելել նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, որը հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվորների հիշատակին հարգանքի տուփ մատուցելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Պաշտպանության փոխնախարարը նախ անդրադարձել է օրվա խորհրդին, հիշեցրել, որ հունվարի 27-ը սահմանվել է որպես հավաքական հիշատակի օր, որը վերաբերում է տարբեր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին։ Ապա խոսել բանակում վերջին տարիներին ինքնասպանությունների վիճակագրությունից, նշելով, որ դեպքերը նվազել են։ Բնի էջը նաև հրապարակել է, որ վերջին տարիներին ունենք դեպքերի նվազում եւ այդ հարցը չարչրկված հարց է եւ նաև պաշտպանության նախարարը վերջին օրը խորհուրդ տվեց քաղաքական գործիչներին եւ առհասարակ հասարակությանը եւ նաև ես լրագրողներին այդ կոչը կարող է հնչել, որ պետք չի այդ լուրերի տարածողը դառնալ եւ դժբախտությունների ու մահերի մունետի կլիներ, եթե չեմ սխալվում, պարոն Պապիկյանը հենց այդպես բնութագրեց, որովհետև նախորդ տարի ընդամենը ծառայության հետ կապված եղել է 6 մահվան դեպք, մնացած թիվը, որը ուռճացված ներկայացնում է, դրանք սովորական կենսաբանական մահեր են, որոնք մարդիկ են, մեր հասարակության անդամներ են, որոնցից մեկը սրտամկանի ինֆարկտով, մյուսը մեկ այլ հիվանդության բերումով մահացել է։ Ստրասբուրգում ընդունվել է ԵԽԽՎ վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը անվանման բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածումի թիվը սայլնի վեհաժողովը խոր մտահոգություն է հայտնում եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ։ Իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածումի թիվը սայլնի կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն ի դեպ ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ։ Ինչպես հայտնի է, Ստրասբուրգում է նաև արտաքին գործերի նախարար Շարարատ Միրզոյանը կայացել է նրա հանդիպումը Մոլդովայի փոխվարչապետ ԱԳ-նախարար Միխայ Պոպշայի հետ քննարկել Հայաստանի եւ Մոլդովայի միջև գործընկերության զարգացման եւ երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Մոլդովայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում տնտեսական գործակցության ակտիվ խթանման հարցում հետաքրքրությունը։ Հայաստանի եւ Մոլդովայի ԱԳ-նախարարները քննարկել են նաև Եվրոպական միության առնչվող գործակցության հարցեր։ Անդրադարձը կատարվել առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Հանդիպանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների վերաբերյալ։ Իսկ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Երևանում ընդունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի երկուսակցական պատվիրակությանը։ Հանդիպան անդրադարձը կատարվել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցերին։ Կոստանյանը կարևորել է Վաշինգտոնի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Երկուստեք ընդգծվել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կարևոր դերակատարությունը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդման համատեքստում եւ մտքեր են փոխանակել Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի տարածաշրջանային խաղաղությանը եւ հաղորդակցությունների ապաշրջափակմանը նպաստելու հնարավոր միջոցների վերաբերյալ։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներին, այս մասին հայտարարել է Անկարայում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարգավաճման վրա։ Նշենք, որ Ֆրանսիայի արտգործնախարարը պաշտոնական այցով Անկարայում է։ Անդրադառնանք այլ թեմաների, այսօր առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալին բազմաբերդ հատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, բախվել են 15 տրանսպորտային միջոցներ։ Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ եւս երկու քաղաքացու դուրս են բերել Ford Մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադառնալով տեղի ունեցածին հայտնել է, որ շտապօգնության ծառայության բրիգադերն այսօր առավոտից աշխատում են գերծանաբեռնված ուժօգնություն տրամադրելով շղթայական վթարից տուժածներին։ Նա նշել է, որ 10 քաղաքացի հոսպիտալացվել է, որոնք բուժման փուլում են։ Ի դեպ նախարարի խոսքով կան ծանր դեպքեր։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն էլ ամփոփել է գերատեսչության 2025 թվականի գործունեությունը, խոսել 26 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։ Նախարարության համար 25 թվականը կարելի է բնութագրել որպես ոլորտի կառավարման արդյունավետության ու միջազգային հարթակում նախարարությունների բարձրացման տարի, նշել է Մաթևոսյանը։
2025 թվականը շրջակա միջավայրի նախարարության համար նշանավորվեց համակարգային փոփոխություններով միջազգային հարթակում Հայաստանի դերի էական ուժեղացմամբ։ Ամբողջ տարին իրականացվել է խստացված վերահսկողություն։ Ամփոփիչ մամուլի ասուլիսում նախարար Համբարձում Աթևոսյանը ներկայացրեց իրականացված աշխատանքների ամբողջական պատկերը։ Սկսած Սևանա լճի ափամերձ տարածքներից մինչև 2026-ին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներ։ Սևան ապօրինությունների դեմ ամենաակտիվ տարիներից մեկը։ Սևան ազգային պարկում ապօրինությունների դեմ պայքարը 2025-ին աննախադեպ ակտիվ էր։ 2021-ից 25 թվականներին ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է 148 ապօրինի շենք, որից միայն 61-ը 2025 թվականին, ինչը գրեթե կրկնակի ավելի է նախորդ տարվա համեմատ։ Միևնույն ժամանակ 2020-ից 25 թվականների ընթացքում լուծարվել է 143 պայմանագիր ընդհանուր 251 հեկտար տարածքով, որոնցից 33-ը 2025 թվականին։ Պետությանն է վերադարձվել 79 հեկտար տարածք։ Շինությունների ապամոնտաժման եւ Սևան ազգային պարկի տարածքների հետ վերադարձնելու հարցում սերտ համագործակցում են գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության եւ թիմ գործընկերների հետ։ Սևանի կենսապաշարի վերականգնում թվերը խոսում են։ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ իրականացվել են լայնածավալ աշխատանքներ պետբյուջեի ֆինանսավորմամբ 2025 թվականին լիճաբաց թողնվել ամառային եւ գեղարքունի ենթատեսակների 836,000 իշխանի մանրածուկ, նախատեսված 500,000-ի փոխարեն։ Համեմատության համար նշվեց, որ 2024-ին այդ թիվը կազմել էր 390,000։ Բացի այդ, Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման նպատակով հավաքագրվել է 3000 հատ ծնողական կազմ, որից ստացված մանրածուկը նախատեսվում է լիճբաց թողնել 2027 թվականին։ Նախարարն այդ գործընթացը որակեց աննախադեպ։ Առաջին անգամ գետային էկոհամակարգերում արժեքավոր ձկնատեսակների վերարտադրության համար հավաքագրվել է կարմրախայտի 2500 հատ ծնողական կազմ, արհեստական վերարտադրությամբ ստացվել է 80,000 հատ մանրածուկ, որից 50,000 հատը նախատեսվում է 2026 թվականին բաց թողնել Զորագետի վերին հոսանքներում։ 2025-ին արդեն շարունակվել է անհետացած համարվող ազնվացեղ եղջերուների վերադարձը բնություն, բաց է թողնվել 9 առանձնյակ եւ արդեն արձանագրվել է առաջին ձագի ծնունդը։ Հաջողությամբ այս ծրագրերը շարունակելու պարագայում մենք նման դեպքեր ավելի շատ կարձանագրենք եւ վայրի կենտրոնիները հատկապես ծմբերային շրջաններում հնարավոր է մոտենան բնակավայրերին եւ հուսամ առաջիկայում սա մեր համար կդառնա սովորական երևույթ։ Ջրային ռեսուրսներ, խնայողություն եւ խստացում։ Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում եւս 2025 թվականին իրականացվել է խիստ վերահսկողություն։ Դեկտեմբերին Արարատյան դաշտում վերականգնված ստորգետնյա ռեսուրսների ծավալը սահմանվել է տարեկան 926 միլիոն խորանարդ մետր, նախատեսված 1.1 միլիարդ խորանարդ մետրի փոխարեն։ Գործող կանոնակարգերի համաձայն հաջորդ 18 ամիսների ընթացքում ստորգետնյա ջրերի օգտագործումը կկրճատվի 36.5%-ով։ 2025-ին փակվել է 8 արտադրական հորատանցք, եւս 25-ը կոնսերվացվել է, տարեկան խնայելով 34.5 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչը վերջին 5 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Օրենսդրական կարգավորման արդյունքում պետական արգելոցների տարածքներից ջրօգտագործման թույլատրությունների տրամադրումը կիրականացվի բացառապես այն դեպքերում, երբ ջրային ռեսուրսի օգտագործումը կենսական անհրաժեշտություն է հանդիսանում խմելու կենցաղային կամ ոռոգման համար եւ երբ այլընտրանքային ջրային աղբյուրներ տվյալ տարածքում առկա չեն։ 2026 թվականի հուլիսի 1-ից կկիրառվի նոր պահանջ, կեղտաջրերը չեն կարող թափվել կենտրոնացված մաքրման համակարգեր առանց նախնական մաքրման։ Օդ, թափոններ եւ թվայնացում։ Երևանում օդի որակի մոնիթորինգի համակարգը նույնպես կուժեղացվի Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով կտեղադրվի եւս 6 դիտակայան։ 2025-ից 30 թվականների համար հաստատվել է մթնոլորտային օդի պահպանության համալիր ծրագիր։ Թափոնների կառավարման ոլորտում 2027 թվականի հունվարի 1-ից կսահմանափակվի պոլիէթիլենային տոպրակների եւ մեկանգամյա պլաստիկ ապրանքների օգտագործումը։ Նախարարության ծառայությունների թվայնացումը եւս առաջընթաց է գրանցել։ 29 թույլտվական փաստաթղթերից 24-ն արդեն տրամադրվում է էլեկտրոնային եղանակով։ Սեպտեմբերի 1-ից ջրօգտագործման թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ 24/7 ռեժիմով գործում է փաստացի ջրօգտագործման առցանց հաշվառման հարթակը, որին արտենից միացված են Հանրապետության 3200 ջրի կետից 1463-ը եւ էկոլոգիական թողքի 6 կետ։ Էկոպարեկային ծառայություն եւ վերահսկողություն։
2025-ին էկոպարեկային ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից արձանագրվել է 903 իրավախախտում, կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցումը կազմել է 523 միլիոն դրամ, տուգանքները 14,3 միլիոն դրամ։ Եվ երբ ամբողջությամբ համալրված կլինի էկոպարեկային ծառայությունը, որ տարիների աշխատանք կլինի, եւ տեխնիկապես, եւ մասնագետներով, եւ վերապատրաստումներով հագեցված ծառայություն կունենք, այդ ժամանակ կարող եմ վստահ նշել, որ մեր անտառները կլինեն շատ ավելի պաշտպանված։ Սյունիք, Շիկահող եւ սահմանային հարցեր։ Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձավ նաև Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցի շուրջ մտահոգություններին, նշելով, որ հարցը կքննարկվի Ադրբեջանի հետ սահմանազատումից հետո։ Երբ ավարտվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները եւ սահմանազատում իրականացված կլինի առնվազն տվյալ հատվածում, մենք հնարավորություն կունենանք ամբողջական պատկերը վերհանելու, քննարկումներ կազմակերպելու եւ ես հուսամ արդեն խաղաղության պայմաններում մենք հնարավորություն կունենանք հարևան երկրի հետ իրականացնել նաև անտառպատման աշխատանքներ հենց սահմանամերձ հատվածներում։ COP17 Հայաստանը կենսաբազմազանության միջազգային կենտրոնում։ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանում կանցկացվի COP17 համաժողովը։ Միջոցառման մասին տեղեկացվել են բոլոր 196 անդամ երկրները, այդ թվում Ադրբեջանը։ Հրավիրող կողմերն են Հայաստանը եւ ՄԱԿ-ը, պաշտոնական հրավերները կուղարկվեն առաջիկայում։ COP17-ը կանցկացվի երկու հիմնական հաղթանակներում, առաջինը Կապույտ զոնայում կամ Բլու զոնը, որը տեղակայվելու է Մերիդիան Էքսպո կենտրոնում։ Այս հարտակում են տեղի ունենալու երկրների պաշտոնական պատվիրակությունների միջև բանակցությունները, ստորագրվելու են փաստաթղթեր, անցկացվելու են բարձր մակարդակի քննարկումներ։ Կառավարության որոշմամբ այս տարածքի վերանորոգման, կառուցման եւ բարեկարգման համար հատկացվել է 5 միլիարդ 775 միլիոն դրամ։ Երկրորդ հիմնական հաղթակը կանաչ գոտին կամ Green Zone-ը կտեղակայվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզի համարկային համալիրում։ Այստեղ կհավաքվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, երիտասարդական եւ գիտական համայնքը, միջազգային կազմակերպությունները, ինչպես նաեւ մասնավոր հատվածի գործընկերները։ Համբարձում Աթևոսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել նաեւ Ադրբեջանի պատվիրակությանը։ Նա ընդգծեց, որ COP17-ի հյուրընկալումը Հայաստանը դարձնում է կենսաբազմազանության միջազգային օրակարգի ակտիվ դերակատար, համահունչ Կունմին Մոնրեալի գլոբալ շրջանակի նպատակներին։ COP17-ի պաշտոնական տարբերանշանի հիմքում ընտրվել է Հայաստանի լեռնաշխարհին բնորոշ կարմիր գրքյան էնդեմիկ տեսակ Երևանյան կապտաթիթեռը։ Կարգախոսն է գործելով հանուն բնության։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Գիշերը ռուսական ուժերի հարձակման թիրախում է հայտնվել Օդեսան, զանգվածային հրթիռակոծման հետևանքով, ինչպես հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Լիսակը, K22 տուժածն է, վնասվել են ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, մանկապարտեզ, խանութ եւ շինհրապարակ։ Խաջիբեյ շրջանում քանդվել է բնակելի շենքի մի հատվածը։ Չի բացառվում, որ շենքի փլատակներում մարդիկ լինեն։ Նյու Դելին եւ Բրյուսելը խոշոր առևտրային համաձայնագիր են ստորագրել, որը կվերացնի մինչև 4 միլիարդ եվրոյի մաքսատուրքերը ԵՄ արտահանողների համար եւ կարող է կրկնապատկել ԵՄ-ին Հնդկաստան առաքումները։ Մոտ 2 տասնամյակ տևած բանակցություններից հետո ստորագրված համաձայնագիրը մեծ հնարավորություններ կբացի Հնդկաստանի ու Եվրոպայի միլիոնավոր մարդկանց համար, ասել է Հնդկաստանի վարչապետ Մոդին։ Նախորդին Reuters գործակալությունը վկայակոչելով իր տրամադրության ներքո հայտնված պաշտոնական փաստաթղթերը նշել էր, որ Եվրամիությունը եւ Հնդկաստանը մտադիր են խորացնել նաեւ ռազմատեխնիկական գործակցությունը։ Միջազգային մյուս նորությունները դիտեք տեսաշարով։ Ուկրաինան պատրաստվում է նոր եռակայուն բանակցությունների Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, անդրադառնալով Աբու Դաբիում հունվարի 23-ից 24-ը կայացած առաջին եռակայուն հանդիպմանը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւս հաստատել է, որ նույն ձևաչափով նոր հանդիպում կկայանա հաջորդ շաբաթ, սակայն ճշգրիտ ամսաթիվ չի նշել։ Նման ժամանակացույց է հայտնել նաեւ բանակցություններին մասնակցող Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Ավելի վաղ Reuters-ը եւ Axios-ը գրել էին, որ հաջորդ փուլը կարող է կայանալ փետրվարի 1-ին, սակայն այդ տեղեկատվությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել 3 կողմերից ոչ մեկի կողմից։
Եվրոպական միության երկրները հաստատել են ռուսական գազի ներմուծման լիակատար արգելքը, որն ուժի մեջ կմտնի 2027 թվականից, հայտնում է Reuters-ը։ Որոշմամբ ռուսական գազից հրաժարվելը դառնում է իրավաբանորեն պարտադիր ԵՄ բոլոր անդամ պետությունների համար, սահմանելով հստակ ժամկետներ անցումային փուլում։ Մասնավորապես, ԵՄ-ն մինչև 2026 թվականի վերջը կդադարեցնի Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 30-ից կվերջացնի նաև խողովակաշարային գազի մատակարարումները։ Չնայած Սլովակիան եւ Հունգարիան դեմ են արտահայտվել նախաձեռնությանը, Եվրոպական խորհրդարանում կողմ ձայների մեծամասնությունը բավարար է եղել որոշումն ընդունելու համար։ Հունգարիան արդեն հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել այդ քայլը Եվրոպական միության արդարադատության դատարանում։ Աղբյուրը հիշեցնում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից առաջ ռուսական գազի բաժինը Եվրամիություն շուկաներում գերազանցում էր 40%, մինչդեռ 2025 թվականին այն նվազել է մինչև 13%։ Իրանը չի ձգտում հակամարտության, սակայն պատրաստվում է պատերազմի հնարավոր սցենարին։ Այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մուհամմադ Ռեզա Արեֆը, նշելով, որ կառավարությունը մշակել է երկրի կառավարման եւ տնտեսական ծրագիր հնարավոր պատերազմի դեպքում։ Նրա խոսքով հաստատվել է 12-օրյա պատերազմի սցենար եւ իշխանությունը լիովին պատրաստ է նման զարգացումներին։ Արեֆն ընդգծել է, որ Թեհրանը չի ցանկանում պատերազմ, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել երկիրը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի կողմից Իսրայելին վնաս հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական պատասխանի։ Նրա խոսքով նման քայլը լուրջ սխալ կլինի եւ կարող է դառնալ վերջինը։ Նեթանյահուն նաեւ նշել է, որ Իսրայելը մտադիր է ընդլայնել արաբական եւ մահմեդական երկրների հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրերը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունից պատասխանել են, որ Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա կարժանանա ջախջախիչ հակազդեցության։ Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ չի ցանկանում պատերազմ, սակայն պատրաստ է ինքնապաշտպանության։ Իրանում հունվարի 8-ին եւ 9-ին տեղի ունեցած զանգվածային ցույցերի ընթացքում արձանագրված բախումների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 6000-ի։ Այս մասին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող իրանական իրավապաշտպան կառույցներից մեկը՝ մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը ՌԱՆ-ան։ Կազմակերպության տվյալներով այս պահի դրությամբ հաստատված զոհերի թիվը կազմում է 5848 մարդ։ Նրանցից 209-ը ուժային կառույցների ներկայացուցիչներ են, իսկ զոհերի մեծ մասը քաղաքացիական ցուցարարներ։ ՌԱՆ-ան նաև տեղեկացրել է, որ բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է առնվազն 41283 մարդ։ Իրավապաշտպանները շարունակում են փաստերի հավաքագրումն ու իրավիճակի մշտադիտարկումը։ Այսքանը ցտեսություն։